Օրերս հակակոռուպցիոն դատարան էր ներկայացել հարցաքննության գործարար Յուրա Ղարիբյանը Շանթի Յուրան եւ դատարանում ցուցմունք էր տալիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հսեփյանի դեմ։ Նիստի ավարտից հետո հարցեր ուղղեցինք գործարար Յուրա Ղարիբյանին, Շանթի Յուրային 12 տարի առաջ իր տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։ Ինչի հետևանքով ավազակային հարձակում իրականացնող անձը հենց գործարարի տանը սպանվեց։ Իսկ ինչ կատարվեց, երբ այս դեպքի մասին հարց ուղղեցինք Շանթի Յուրային։ Նախ ամենասկզբից 2014 թվականի դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար Էլիտ Շանթ-ՍՊ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին։ Սակայն ավազակային հարձակումը բավականին հարցականներ էր առաջացրել իրավապահների շրջանում, որոնք փորձում էին գտնել գործարարի եւ ավազակային հարձակում իրականացնողի կապը։ Ըստ քննչական կոմիտեի ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սարգսյանը զինված եւ դիմակավորված մուտք է գործել նշված հասցեի տուն, ընտանիքի անդամներից պարտնալիքով պահանջել թանկարժեք զարդեր գումար։ Նա իր մոտ եղած ողորկափող հրացանից կրակոցներ էր արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ։ Տան անդամները Գևորգ Սարգսյանին դիմադրություն էին ցույց տվել, որի ժամանակ վերջինս կտրող ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր ստացել եւ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել։ Նշենք, որ երբ Գևորգ Սարգսյանը մուտք էր գործել գործարարի տուն, տանը եղել էին միայն կանայք՝ տանտիրուհին, մայրը, դայակը եւ 1 տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը Յուրա Ղարիբյանը տուն էր եկել ավելի ուշ, հեռախոսով լսելով ահաբեկման ձայները։ Այս ավազակային հարձակումը մի շարք հարցականներ էր առաջացրել, ինչպես արդեն նշեցինք, ոչ միայն հասարակության, այլև իրավապահների շրջանում։ Դատելով միջ այս տեղի ունեցած դեպքերից ավազակային հարձակում իրականացնողները սովորաբար բնակարաններ կամ առանձնատներ են մուտք գործում երեկոյան ժամերին, սակայն այս դեպքում Գևորգ Սարգսյանը գործարարի տուն էր մտել ժամը 14:00-ի սահմաններում, ինչը կասկածի տեղիք էր տալիս։ Միգուցե Գևորգ Սարգսյանի նպատակը գործարարին թաղանելը չի եղել, այլ նա ուրիշ հարց է ունեցել Յուրա Ղարիբյանի հետ, Շանթի Յուրայի հետ։ Իսկ ով էր Գևորգ Սարգսյանը, ավազակային հարձակում իրականացնողը, եւ ինչ կապ կարող էր ունենալ գործարարի հետ։ Հայտնի փեսայի առեղծվածը։ Ըստ ժողովուրդ օրաթերթին հասած լուրերի Գևորգ Սարգսյանը ապրում էր Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի կամ առավել հայտնի Չերեմուշկայի տարածքում։ Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր։ Ըստ լուրերի ասում են ֆինանսական խնդիրներ ուներ, բացի այդ կորցրել էր բենզալցակայանը։ Այսպիսով ինչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին, մտնել գործարարի տուն, այդպես էլ մնաց անհայտ։ Եվ այսպես աղմկահարույց եւ առեղծվածային դեպքի մասին հենց հակակոռուպցիոն դատարանում 12 տարի անց հարցեր ուղղեցինք գործարար Շանթի Յուրային, Յուրա Ղարիբյանին։ Սրանից 7 տարի առաջ ձեր բնակարանի վրա հարձակում էր եղել, կհիշեք, գող էր մտել ձեր տուն, առանձնատան վրա։ Չէ, հանցագործ չէր մտել ձեր տուն, բա ում տուն էր մտել։ Բա անգամ քննիկային բանը Աղվան Հսեփյանի փաստաբանները դիմել էին, որ ձեր տուն չի եղել մուտք։ Գեչի Սամոյի փեսան ասում էին մտավ ձեր տուն, տես բան չի եղել։ Հերքում եք դա։ Ոնց քրեական գործ էր հարուցվել, հետո այդ գործը կարճվեց, անհրաժեշտ ինքնապաշտպանություն որակվեց։ Այդպես չի, պարոն Ղարիբյան։ Դուք հիմա դատանում ցուցմունքներ եք տալիս, մենք նաև այդ մասով ձեզ հարցեր տալ 7 տարի առաջ, որովհետև ոչ, հիմա ես եմ ուզում ձեզ հարցեր տամ, հայտնի աղմկահարույց դեպքի մասին, ձեր բնակարանի պատմության։ Ոնց ով եմ, լրագրող եմ, ոնց արձանագրում էի դեպքը, նույնը ձեզ հիմա հարց եմ տալի, պարոն Ղարիբյան, ինչ խնդիր կա։